Ստեփանյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հարց ուղղում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Միրզոյանին։ Պարոն Միրզոյան, դուք քիչ առաջ արձանագրեցիք, որ թեմաներ կան, որոնցով ընդդիմադիր գործընկերները լցնում են մամուլը, սակայն այսօր այդ մասին հարցեր չեն տալիս, ինչու, որովհետև եթե այստեղ հնչեն այդ հարցերը, կստանան կոնկրետ պատասխաններ, հետևաբար շատ ավելի հեշտ է այդ հարցերի շուրջ հարցազրույցներ կազմակերպել, որտեղ հարց տվող լրագրողը շատ ավելի համաձայն է ընդդիմադիր գործչի հետ, քան ինքը ընդդիմադիր գործիչ է, եւ այդպիսի մի ասուլիսեր երեք մեր գործընկերներից մեկն է տվել եւ հնչեցրել է որոշ հետաքրքիր մտքեր, որոնց կարծում եմ արժե անդրադառնալ, մասնավորապես նա խոսել է թրիպի մասին, Հայաստանի Հանրապետության բաժնեմասերի մասին եւ հղում անելով մեկ այլ նախկին գործի ասել է, որ եթե հայկական կողմը պարզապես ձայն չհաներ բանակցությունների ընթացքում եւ հանգիստ նստեր, ըստ երևույթին Հայաստանի Հանրապետության բաժնեմասը շատ ավելի մեծ կլիներ, ենթադրում եմ, որ նա հիշել է իր պրակտիկայից որոշ դրվագներ, որտեղ հայկական կողմը լուր նստում էր եւ իր փոխարեն որոշում էին ամեն բան, խոսելով թրիպի հետագա գործունեության մասին եւ բաժնեմասերի հնարավոր վերանայման մասին նա նշում է, որ Հայաստանը չի կարող, ցիտում եմ, ծպտալ Ամերիկայի մոտ եւ մտահոգվում է մեր գործընկերը ասելով, որ գոնե 50-50 պետք է լիներ, քանի որ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետությունով։ Իսկ համեմատելով թրիպը գույք պարտքի դիմաց գործարքի հետ, որի մասին դուք քիչ առաջ խոսեցիք, նշում է, որ այդ գործարքի արդյունքում էր, որ մենք շնչեցինք, դարձյալ ցիտում եմ, իհարկե այստեղ դժվար է հասկանալ, թե մենք ասելով գործընկերը ում նկատի ունի Հայաստանի Հանրապետությանը, հայկական կողմին, թե տենց մի խումբ մարդկանց, կարծում եմ այս մասին այլ թեմայով կարելի է քննարկում անել, եւ ուզում եմ այս համատեքստում ձեզ հարց տալ, պարոն Միրզոյան, ի վերջո ինչ է թրիպը, ինչ տնտեսական հնարավորություններ է բացում Հայաստանի Հանրապետության համար, նա բացում թե փակում է Հայաստանի տնտեսական հնարավորությունները եւ ինչպես ձևավորվեց այն բաժնետոմսերի ձևաչափերը 2674, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Տիկին Ստեփանյան, իրականում ես մեծ մասով արդեն պատասխանել եմ ձեր հարցին, նախորդ հարցի կապակցությամբ, բայց նկատեցիք երևի, ասելիքս ինչ-որ առումով կիսատ մնաց, կարող եմ շարունակել, ասեցի արդեն, որ այդ համամասնությունից դժգոհում են կարծես թե մարդիկ, ում իշխանության օրոք, ում պատասխանատվության շրջանում, ձեռնարկություններ, ռազմավարական բաներ, ինչ-որ, ասենք, ոնց որ մեր գազի, ասենք, հա, բանը, հայրուս գազը, կամ ոնց որ հեծը, կամ ոնց որ իրանական այդ գազի խողովակը եւ այլն, Հրաստանի ջրքի 5-րդ բլոկը, ամբողջությամբ 100%-ով տրվել են այլ պետության։ Եվ շատ տարօրինակ այդ մարդկանցից հիմա լսել քննադատություն, որ Հայաստանը մի համատեղ տնտեսական նախագծում պահում է, էլի ռազմավարական նշանակության պահում է 26%-ը։ Հիմա իհարկե ես կարող եմ գայթակղությունը շատ մեծ է մտածել, որ այդ քննադատությունը նրանից է, որ այս դեպքում այս համագործակցությունը մի երրորդ երկրի հետ է, այլ ոչ թե նույն երկրի, որին 100%-ով եւ իզով թոզով նախկինում տրվել են այդ բաները, այդ ձեռնարկությունները։ Բայց գիտեք, ես մի բանում ձեր հետ համաձայն չեմ, որ ասում եք մամուլը լցրել են թրիպի քննադատությամբ եւ այլն, անկեղծ ասած ես այդքան շատ բան չեմ տեսել։ Ես տեսել եմ փորձեր մանիպուլացնելու, բայց այնքան հստակ է սևով սպիտակի վրա գրած ամեն ինչ, ամեն հնարավոր վերաբերելի եւ չվերաբերելի հատվածում մանրամասն նկարագրվում է, ոչ միայն հրճակվում է, թե ոնց է պահվելու Հայաստանի իրավազորությունը, ինքնիշխանությունը, այլև որտեղ հնարավոր է ավելի մանրամասն ասում է, թե դա ոնց է դրսևորվելու գետնի վրա, որ չկա, նույնիսկ մանիպուլացնելու տեղ շատ չկա։ Ի վերջո, ել եմ ասում, սևով սպիտակի վրա գրված է, հրապարակված է, բոլորը կարող են կարդալ։ Խղճուկ փորձեր են այդ մանիպուլյացիայի փորձերը։ Ինչ վերաբերում է նրան, որ ասում եք, թե ի վերջո ինչ է, ի վերջո դա մեծ միջազգային, ուրեմն լոգիստիկ նախագիծ է, շատ էական եւ Հայաստանի համար բարեբեր տնտեսական արդյունքներով։ Վարչապետն է քիչ առաջ ասեց, առաջին հերթին հələ մի հատ քաղաքական շերտից հետ կանգնենք, մեծ տնտեսական նախագիծ է, տնտեսական մեգա նախագիծ։ Եթե ինձ հարցնեք, ես կասեմ թրիփը պարզ է ենթակառուցվածքների, կապուղիների նախագիծը ունի մի քանի շերտ։ Առաջինը Հայաստանը կապում է աշխարհին, երրորդ երկրներին։ Այսինքն Ադրբեջանի տարածքով, էդ էլ էր քիչ առաջ
Չգիտեմ ինչի եւ ոնց կասկածի տակ դրում, բայց այո լինելու է դա։ Հայաստան-Ադրբեջանի տարածքով կապվում է երրորդ երկրներին, այսինքն կարող է արտահանի եւ ներմուծի։ Եվ իհարկե այստեղ ենթաբան կա, Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվում է Հայաստանին եւս, ասենք օրինակ Նախիջևանի տարածքով կարող ենք Երասխից գնալ Մեղրի։ Երկրորդ շերտը աշխարհն է Հայաստանի երրորդ երկրներն են Հայաստանի տարածքով կապվում երրորդ երկրների, ասենք օրինակ Կենտրոնական Ասիայի երկիրը Եվրոպական միության երկրի հետ Հայաստանի տարածքով եւ երրորդ շերտը այո Ադրբեջանն է Հայաստանի տարածքով կապվում եւ երրորդ երկրների եւ Ադրբեջան-Նախիջևան կապն է հաստատվում։ Այսինքն սա փոխկապակցվածության մեգա նախագիծը մեր համար սա ունի ռազմավարական նշանակություն, մենք ակնկալում ենք մեծ տնտեսական օգուտներ։ Այդ օգուտներն էլ ավարտում եմ, այդ օգուտներն էլ նախ սահմանահատման, հա, այդ բանի սահմանված վճարների, հարկերի հավաքագրումն է, որ ուղիղ գնալու է պետբյուջե, որ էլի գրված է իրավական շրջանակներում։ Երկրորդ այդ ընկերության, TRIPS զարգացման ընկերության համապատասխան ուրեմն բաժնեմասի չափով ստացված եկամուտը շահույթը։ Այսինքն մեկը մյուսին չի բան, եւ նա ենք ստանալու եւ նա։ Արձագանք չունեք։ Շատ լավ։ Արծվիկ Մինասյան։ Նախ պարոն Միրզոյան,